The point-ի սիրելի ունկնդիրներ, դուք հենման կետում եք, եւ այսօր հենման կետում ես ձեզ համար ունեմ մի շատ մեծ անակնկալ։ Չեմ թաքցնի, մենք 1000 տարի իրար ճանաչում ենք։ Մենք 1000 տարի շփվել ենք, բայց 1000 տարվա մեջ այսօրվա իմ հյուրը միշտ ինձ համար եղել է անակնկալ։ Բարի գալուստ մեր տաղավար, պարոն Սաֆարյան, շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալել։ Շնորհակալ եմ շատ սիրելի տիկին Անահիտ եւ նաեւ ոտքս խերով լինի ինչպես հայկական ասացվածքով են ասում Աստծո բարին։ Աստծո բարին միշտ թողես տաղավարում հրաշալի հյուրեր լինեն Ուզում եմ հույս հայտնել, որ դուք առաջին անգամ եք, բայց դա անպայման կերկրորդվի։ Միշտ Շնորհակալ եմ։ Ես այսօր ուզում եմ, որ մենք խոսենք ընդհանրապես քաղաքական մթնոլորտի մասին, որովհետև մենք շատ հաճախ մտնում ենք տարբեր մանրամասների մեջ, ու այդ մանրամասների մեջ կորցնում ենք իրական հողը մեր ոտքի տակ։ Արդյոք նաև դա չի մեր ձախողումների, դժբախտությունների, անհասկացողության, թշնամանքի, նաև անտարբերության պատճառը։ Տեսեք, մենք ամենայն դեպս 2018-ից հետո շատ դաժան փորձությունների միջով անցանք։ Շատ դաժան փորձություն էր բոլորիս համար կորոնավարակը։ Հազարավոր մարդիկ այլևս մեզ հետ չեն։ Գերդաժան փորձություն էր մեզ համար 44-օրյա պատերազմը։ Ես ուզում եմ հասկանալ, մենք այսօր պատրաստ ենք փորձությունների, մենք կոփվել ենք, մենք դասեր այդ ամեն ինչից առել ենք, ու մենք հիմա գիտենք մեր ալֆայի ու օմեգայի իրական պատմությունը, իրական տեղը, իրական դասավորությունը կամ մեր տեղը աշխարհում։ Գուցե շատ ընդհանրական հարց եմ տալիս, որին դժվար է կոնկրետ պատասխանել։ Բայց այնուամենայնիվ ես ուզում եմ, որ դուք այդ հարցի խորքից մակերեսի վրա սահել այս տաղավարում ընդունված չի, մենք գուցե չարաշահելով նաև մեր ունկնդիրների ժամանակն ու ուշադրությունը, մենք սիրում ենք խորանալ իրադարձությունների մեջ, որովհետև ես խորապես համոզված եմ, որ մենք շատ հաճախ հետևանքներն ենք վերացնում, բայց պատճառն է չէ նոր հետևանքներ ծնում։ Շնորհակալ եմ, իրականում տվեցիք մի հարց, որը սերտորեն կապված է անվտանգության սոցիոլոգիայում այն աշտարակի են դիտանկյան հետ, որի տեսանկյունից, որի բարձունքից մարդը նայում է իրադարձություններին։ Ձեր այս բավականին գիտական, պիտի ասեմ, նախաբանի շերտերից մեկը նա էր, ինչքանով ենք մենք երբեմն փորձում մեզ կողքից կամ վերևից նայել, որովհետև ճիշտ եք, ես հաճախ գիտեք ինձ ինչի վրա եմ բռնացնում, որ մենք, ես, դուք, այն փորձագիտական հանրային գործիչների խավը, որը ամենօրյա ռեժիմով զբաղվում է քաղաքականությամբ եւ շատ ինֆորմացիա ունի, ես երբեմն ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ այն մարդիկ, ովքեր ավելի քիչ ինֆորմացիա են ստանում, երբեմն այդ քիչ ինֆորմացիայով ավելի հեշտ եւ ավելի դիպուկ դատողություններ են կատարում, քան մենք, որ ձեր ասած ամեն դետալի հետ կապված խորքից միջև մեզոմակարդակ, միջև ամենաբարձր մակարդակ, այսպես փորձում ենք այդ ինֆորմացիոն քաոսի մեջ կապակցել եւ հետո հայտնաբերում ես, որ շատ սովորական մարդիկ, որոնք քաղաքական գործիչ չեն, որոնք փորձագետ չեն, շատ ավելի առողջ են դատում, քան խոշոր առումով քաղաքական դաս կոչվածը։ Ես դրա մեջ մտցնում եմ ոչ միայն քաղաքական գործիչների, հասարակական գործիչներից, փորձագետներից, այլ ընդհանուր ամբողջ այդ վերնաշենքը, որը թվում է թե ամենօրյա ռեժիմով հետևում է, եւ սրանից գալիս է ձեր մյուս ակնարկի պատասխանը։ Հասարակությունը արդյոք այսքան ֆորս մաժորի մեջով անցնելուց ունի ադապտացվածություն, ունի իմունիտետ, ունի ժամանակ, որտեվ գլխապատառ մեր գլխի վրա անդադ ինչ որ ֆորս մաժորներ են ընկնում, կովիդ, բան։ Ես պիտի ասեմ, որ երևի հասարակության եւ կոլեկտիվ ենթագիտակցականը եւ այդպես շատ չխորանալով, ունենալով ինչ որ ինֆորմացիա հասարակություն հանուն արդարության, ես պիտի ասեմ, շատ ավելի առողջ է դատում սովորական մարդիկ, մեր քույրերը եւ եղբայրները, որոնք քան տեսանելիորեն այդ քաղաքական շերտը եւ ինքներդ էլ արձանագրած կլինեք, որ
այդ չհասկացվածությունը կա, այդ վերին շերտ կոչվածը չի հասկանում, թե ինչու է հասարակությունը այդպես մտածում, ինչու է հասարակությունը դատում, ինչու է հասարակությունը այլ պատճառահետևանքային կապեր տեսնում այն ֆորս մաժորների մեջ, որոնց միջով ինքը անցել է։ Պատահական չի, որ հենց այդ չհասկացության արդյունքում է այդ շատ սովորական մարդկանց որակում ժեղ, զոմբի, չգիտեմ ինչ, որովհետև այդ մարդիկ բացարձակապես այլ ելակետից են նայում զարգացումներին եւ այլ պատճառահետևանքային կապեր Ալֆայի օմեգայի միջակայքը ապրեք նրանց ալֆայի եւ օմեգայի միջակայքը այլ է եւ ստացվում է այնպես որ հասարակությունը այո պիտի խոստովանենք եւ դա ես հանուն արդարության նաեւ մի քանի անգամ ասել եմ իշխող կուսակցության մի քանի ներկայացուցիչների ասել եմ այս ժողովրդի համար մեր ժողովրդի համար պիտի ուղղակի մատաղ անեն ամեն օր, որովհետև այնքան հարցակումների հիբրիդային եւ սահմանային այդ ամբողջը եւ Արցախը եւ ամեն ինչը այս հասարակությունը շատ ավելի ինքնա պաշտպանական բնազդը շատ ավելի մեծ է, քան թվում է թե այս ամբողջը հաղթահարվել է ուղղակի լավ կառավարման արդյունքում բացարձակապես այդպես չի, որտեղ ինքներդ եք հիշում անգամ հետ պատերազմյան այդ շրջանում, երբ թխելահեղ հիբրիդային ապատեղեկատվական հոսքերը կային եւ հասարակությունը այդ ամբողջի մեջ կարողանում էր հասկանալ ինչը պիտի պահի ինչու պիտի դիմակայի այդ ինֆորմացիային, ինչու չպիտի հավատա այդ ինֆորմացիային, որը չափազանց զգայուն թեմաներով էր, չափազանց գրգռող էր, բայց հասարակությունը դուրս եկավ, բայց եկեք հասկանանք նաև, որ սրա վրա հույս դնել եւ սրան ապավինել բացարձակապես պետք չի, այդ հասարակությունն էլ է մեղք եւ այդ հասարակությունը ինքն էլ արժանի է, որ ինքը պաշտպանված լինի այս ամեն ինչից, այս բոլոր հիբրիդային հարձակումներից, որոնք ակնհայտորեն թիրախի տակ են դրել երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ ամեն ինչ։ Դրա համար ամփոփելով այս ամեն ինչը ուղղակի կասեմ հետեւյալը. հասարակությունը ահագին փորձառություն է ձեռք բերել այս ամբողջից, բայց այնպես չի, որ այդ հարցակումները անհետևանք են մնացել հասարակության համար, որովհետև հասարակությունը նույնիսկ չի հասցրել իր տրավմաները ապաքինի, իր վերքերը ապաքինի եւ արարլեզները դեռ գործ ունեն անելու, շատ լավ դիպուկ ձևակերպում տվեցիք։ Գիտեք, շարունակելով ձեր միտքը, ես ուզում եմ մենք կենտրոնանանք այն փաստի վրա, որ այո, արարլեզները դեռ գործ ունեն անելու եւ հասարակության մեջ այնուամենայնիվ արմատավորված մնացել է տագնապի զգացողությունը, վախի զգացողությունը, ընդհանրական վախի։ Եվ դա բացարձակապես կապված չի անգամ 44-օրյա պատերազմի, պարտության, Արցախի կորստի հետ։ Դա ինչ որ դարավոր պատմություն է, պետականություն չունենալու պատմությունը, երբ մենք շարունակաբար տեր ենք որոնել, երբ մենք շարունակաբար սխալվել ենք այդ տիրոջ որոնումներում, որովհետև չենք ընկալել, որ տերը մենք ենք։ Այո, ճիշտ եք, եւ ելի վերադառնալով առաջին հարցի կոնտեքստին, հասարակությունը մենք փոքր երկիր ենք եւ եղել ենք շատ փակ երկիր ավանդաբար վերջին 3 տասնամյակներում առավել եւս ել չասած որ դրանց նախորդած 70 տարիներին մեր համար աշխարհի պատկերը շատ ավելի փոքր է եղել մեզ թվացել է թե Սիրիայում կատարվողը մեզանից շատ հեռու է Մեզ չի վերաբերվելու որևէ պարագայում։ Այո, մեզ թվացել է, թե մեր անվտանգությունը, այն ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում կամ որևէ աշխարհի այլ ռեգիոնում, չի կարող տեղի ունենալ այս ռեգիոնում, որովհետև տերը, հա, որին ներշնչվել է, որ ինքը մեր անվտանգության երաշխավորն է, որ այս ռեգիոնում ստատուս քվոյի պահապանն է, ինքը խաղաղության պահապանն է, այդ տերը երբեք մեզ չի դավաճանի մեկ, մեզ չի ծախի երկուս, եւ երրորդ, որ իրականում եթե նույնիսկ Իրաքը մեզանից 600 կիլոմետր է այն կողմ, ապա դա մեզ համար դա Իրաքն է, դա հեռավոր աշխարհ է, մենք Մերձավոր Մենք Սադամ Հուսեյնի չենք։ Մենք Սադամ Հուսեյնը չենք։ Եվ այս ֆորս մաժորներից հետո մարդիկ հանկարծ հայտնաբերեցին, որ ամեն ինչ մեր վրա ազդել է, որ
այդ բոլոր թատերաբեմերում աշխարհի խոշոր տղեկի այսպես ասած փոխհարաբերությունները մեր ռեգիոնի վրա ազդել են եւ դրա համար եմ ասում էլի վերադառնում ենք թե ինչ աշտարակից ենք նայում, ինչ բարձունքից ենք նայում, ինչ հեռավորությունից ենք, ինչ պանորամայով ենք նայում զարգացումներին, հասարակությունը շատ ավելի արագ բացեց իր տեսահորիզոնը, հասկանալով, որ այս ամեն ինչը փոխկապված էր, որ պատերազմը մի օրում չծագեց, մի օրում չմոտեցավ մեզ, չսկսվեց, որ պատերազմը ամենևին չսկսվեց մի արտահայտությունից, ինչպես փորձում են քաղաքական խավից ներարկել, որ պատերազմը ամենևին միայն մենեջմենթի խնդիր չէր, դա ռազմաքաղաքական, ռազմավարական մեծ փոփոխությունների հետևանք էր եւ դա ուղղակի արդեն ետ շրջել հնարավոր չէր, որովհետև տարիներ շարունակ դա աչքաթողեր արվել, դրա համար էլի վերադառնամ այդ բարձունքի խնդրին, հասարակությունը շատ ավելի արագ ընկալեց, որ ապրելա մեծ կեղծիքի մեջ, ապրելա արհեստականորեն փոքրացված աշխարհի մեջ, որտեղից ինքը չի տեսել ամբողջ մեծ պատկերը եւ դա է պատճառը, որ տեղի ունեցածից հետո բերի ու պատասխանատվության բաշխման մեխանիզմում հասարակությունը դա այլ ձևով կատարեց։ Ես ուղղակի զարմացած էի, որ լիքը մարդիկ պատերազմից հետո ուղղակի նույնիսկ կապ էին տեսնում ընտրություններում իրենց 5000 դրամ վերցնելու եւ պատերազմի միջև։ Եվ մարդը բազում ծանոթ մարդիկ ուղղակի ասում էին դե այդ գինը այս դագաղն էր մեր երեխեքի, որովհետեւ ես իմ չափով նպաստեցի դրան։ Մի բան, որը այդպես էլ հասու չդարձավ երկրի էլիտա կոչվածին, հատկապես նախկին իշխանություններին, որոնք ուզում էին ուղղակի, որ մեղավորը լինի կոնկրետ մարդ, կոնկրետ անձ, պատերազմի, պարտության եւ այլն մեկ մեղավորի տեսության շրջանակներում, դե որ հասարակության համար դա երբեք չեղավ մեկ մեղավորի ուրեմն մասին ինչ որ պատմություն, ինչ որ դիսկուրս։ Գիտեք, ձերս շատ դեպոք պատասխանը ինձ շատ հեռուներ է տարավ։ Ես չի որ ձեզ պիտի հիշեցնեմ արևմտաեվրոպական գրականության հսկաներին եւ երկրորդ համաշխարհայինից հետո պատերազմից հետո ձևավորված գրական երկու ուղղությունները ավերակների գրականություն եւ Փողոսկրի աշտարակի գրականություն։ Դրանք շատ բնորոշ պատմություններ էին։ Ավերակների գրականությունը անverջ ողբում էր։ Ավերակների գրականությունը կորուստների տակից դուրս չէր գալիս, Հենրիխ Բյոլ։ Փողոսկրի աշտարակի գրականությունը Բյորն Պետերսեն փորձում էր բարձրացնել մարդկանց, բայց բարձրացնելով ներփակում էր այդ փողոսկրե գեղեցիկ ամրոցների մեջ։ Այո, ամրոցների մեջ, որոնց տակ իրական հող չկար, այդ ամրոցները ավազի վրա էին։ Հիմա մենք արդյոք մեր փողոսկրե աշտարակը չենք փորձում կառուցել։ Գիտեք, ես ուզում եմ մենք այս արևմտաեվրոպական շերտից այնուամենայնիվ անցնենք բուն քաղաքականությանը։ Վերջին մի քանի օրում մենք ականատես եղանք մի քանի հարցազրույցների։ Մարդիկ կան, որ գնացին Տակեր Կարլսոնին վճարեցին ու հարցազրույց փոկեցին Տակեր Կարլսոնից հայտարարելու համար, որ Հայաստանում քրիստոնեության դեմ պայքար է մղվում։ Մարդիկ կային, որ մտան մարաթոնի մեջ, այսպես մի քանի ժամյա մարաթոնի մեջ եւ այդ բոլորից ոչինչ չմնաց։ Դե ֆակտո մենք չստացանք 7 ժամում որևէ նորություն, մենք չստացանք որևէ բացատրություն արածի ու առավել եւս չարածի համար եւ վերջապես վերջին հարցազրույցը, որը դարձյալ ոչինչ մեզ չասաց։ Մարդիկ ինքնարդարանում են, բայց մարդիկ մեղքի ընդունման գիտակցություն չունեն։ Արդյոք սա չի են Բերմունդյան եռանկյունին, որի մեջ
Հայաստանի Հանրապետության նախկին նախագահները եւ նոր ինչ որ համաժողովրդական հորժորժվող, բայց ընդհանրապես քաղաքականության հետ դույզնիչ կապ չունեցող շարժումը փորձում է դարձյալ մեզ տանել ու մտցնել այդ Բերմունդյան եռանկյունին։ Հիմա տեսեք դուք խոսում եք հասարակության մասին, 5000-անոցների ու դագաղների մասին, որ շատ դիպուկ համեմատություն է, շատ ցավոտ համեմատություն է, ինձ համար գոնե ահավոր ցավոտ համեմատություն է։ Հիմա մենք գնալու ենք էլի 5000-անոցների ու դագաղների հետևից, թե մենք իբրև հասարակություն, իբրև հանրություն, որ ապրում է 21-րդ դարում, հանրություն, որ ոչ միայն 44-օրյան, ոչ միայն քառօրյան, ոչ միայն Արցախի կորուստը դեռ հոգում մխալով, բայց ապրում է ու չի ուզում ծնկած ապրել, չի ուզում։ Մարդը ուզում է վեր կենալ, մարդը ուզում է գնալ դեպի իր նպատակը, որ հասարակության մեջ ենք մենք ապրում, եւ ի վերջո, այս վիթխարի բաժանումների հետևանքով 2026-ին մենք ինչ ընտրություն ենք ունենալու։ Տեսեք, սովորական քաղաքացին, միջին վիճակագրական քաղաքացին ինչ է հասկացել ինքը ամբողջից, հասկացել է, որ ինքը ունեցել է այդ ավազի վրա կառուցված աշտարակները, որ աշխարհը, որը նկարագրվել է իրեն այդ աշտարակից, գոյություն չունի, որ չի կարող ինքը այլևս ապավինել տիրոջ գաղափարի վրա խարսխված կեղծ դաշնակիցների եւ կեղծ պատրանքների վրա հեմվող անվտանգային համակարգին, որ ինքը չի կարող այլևս փակ ապրել, որովհետեւ այդ փակությունը իրեն պահել է ժամանակի անցյալի թվացյալ ֆիզիկական ժամանակը իհարկե ներկա է եղել, բայց խոշոր առումով ինքը ապրել է անցյալի մեջ, պատրաստվելով անցյալի պատերազմին, պատկերացնելով, որ նոր պատերազմը պետք է լինի անցյալի պատերազմ, նույն խրամատներում, նույն կոնսերվի բանկաներով եւ այլն, նույն միայն մարդու ոգու վրա հենված, զինվորի խիզախության վրա հենված եւ այլն։ Սովորական մարդիկ դա հասկացել են։ Եվ գիտեք, շատ հատկանշական էր 2021 թվականի արտահերտ ընտրությունները հունիսյան։ Անկեղծ ասած, նույնիսկ ելքի առումով դա ինձ համար ցնցող է եղել, որ պատերազմում պարտության համար քաղաքական պատասխանություն կրող ղեկավարությունը վերընտրվել է։ Եվ Չեք կարծում, որ եթե նույն այդ ղեկավարությունը անսար Արամ Սարգսյանի կոչին եւ արտահերտ ընտրությունները շատ ավելի շուտ լինեին, քան 2021-ի եղան, չէին առաջանա այս զարթնիր լաուները, այս դիմադրության կեղծ շարժումները, կեղծ առաջնորդները ի հայտ չէին գա եւ փորձ չէր արվի հասարակությանը անverջ խրել այդ պարտության տիղմի մեջ։ Ես ավելին կասեմ ձեզ, ես համաձայն եմ իհարկե, չէր լինի պատմության ընթացքը այլ կերպ կգնար, բայց դա այլ ընթացք կունենար նաեւ այն դեպքում, եթե իշխանությունը պատերազմի պատասխանատվության չմարող դիսկուրսում շատ ավելի արագ ասեր ինչա կատարվել հասարակության հետ, ինչա կատարվել պետության հետ 44 օրերի եւ ինչու է կատարվել դա, որն է եղել այդ ճանապարհը, որ մեզ տարել է դեպի 44 օրյա պատերազմ։ Եվ գիտեք, ինձ համար ամենացցում բանը նա է, որ մեկ ամիս առաջ մոտորապես բոլորս շոկ ապրեցինք, երբ պարզվեց, որ 5 տարի կարող է քննիչազաժողով լինել, որտեղ հրավիրվեն նախկին նախագահներ եւ այլն, եւ իշխանությունը նպատակահարմար չհամարի այդ զեկույցի հրապարակումը, ու դրանից հետո ես եւ դուք կարող ենք զարմանալ, թե ինչու են երկրորդ եւ երրորդ նախագահները փորձում նորից Հայաստանը քարշ տալ դեպի անցյալ այդ Բերմունդյան եռանկյունու մեջ, զարմանալ, թե ինչպես կարող է հանկարծ հյուսիսից Հայաստանի տեղը իմացած մի խմբակ գալ եւ մեզանից փրկել քրիստոնեություն, մեզանից փրկել եկեղեցի, մեզանից փրկել պետականություն, գնալ Կարսոնին հարցազրույցներ տալ եւ այլն։ Այս ամեն ինչ տեղի չէր ունենա, եթե զեկույց հրապարակված լիներ եւ մենք հասարակությունը իմանար ի վերջո պատերազմի կամ աղետների այս
ժամանակագրության մեջ բացատրությունը օբյեկտիվ փաստերի վրա հենվող որն է արդյոք դա համընկնում է այն բացատրության հետ, որը ինք ունեցել է այսինքն տարիների ընթացքում չէր լինի այս հարցազրույցները եւ այստեղ կա իշխանության մեծագույն մեղքի բաժինը որ շատերը հակված են ասել որ դա գիտակցաբար եւ միտումնավոր է արվում որովհետեւ իշխանությունը ձեռնտու է որ իրենց ընդդիմությունը մշտապես լինեն երկրորդ եւ երրորդ տահագաններ որովհետեւ եւ որ նրանք խոսում են համաձայն եք որ մեր մոտ պատրաստում են Նիկոլ Փաշինյանը վարկանիշը բարձրացնում են ակնհայտորեն որովհետեւ այնպեսի մի տխուր դեժավյու է առաջանում եւ որ դու նույնիսկ սկսում ես սարսափել այն 20 տարիներից որի մեջ ապրել ես կյանքի կորած ժամանակը ստացվում է որ մեր կյանքից 20 տարի եթե ոչ ավելին ուղակի անցկացրել ենք տոքսիկ մի միջավայրում պետության կյանքից ժողովրդի կյանքից նաև անձնական պետականության կյանքից եւ դրա համար այս ամբողջը կարող էր այլ ընթացք ունենալ եթե իշխանությունը ժամանակին իր քայլերն արածներ 21 թվականին ես որպես էլի առաջադրված տեխնոլոգիաներից մեկը դաշինքներից մեկով ես հիշում եմ ինչքան ենք մենք գոռում մի գրանցեք այս կուսակցություններին ոնց է հնարավոր ամեն օր դատախազությունը հաղորդագրություն տարածի բաժանել ենք աշխարհ բաժանել պատիվ ունեմ բաժանել ենք աշխարհ Հայաստանը բաժանել ենք աշխարհ այն մեկը ոնց է հնարավոր որ լավ քաղաքական գնահատական չտվեցիք անցյալին լավ նույնիսկ ընտրությունների վրա ազդելու այդ տոտալ տեխնոլոգիաները արդյոք բավարար չէին նրանց տեխնացիոնից զրկելու համար որպեսզի մենք 5 տարի էլ չունենայինք խորհրդարանում կորսված ժամանակ որովհետև ընդդիմությունը եղել է հիբրիդային Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մի գործիք ես ես խորհուրդ եմ տալիս գտնել ինձ երեք ես դա կարդում էի սարսափով ինձ կրկին ծանոթ թեպետ ես այդ խնդրին շատ եմ անդրադարձել Իլհամ Ալիևի ելույթն է 20 թվականի պատերազմից առաջ ներողություն պատերազմի միջնամասերում առաջին օրերին եւ նայեք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ասես նույն կենտրոնում տեքստը պատրաստած անկեղծ ասած ես չեմ նայել Իլհամ Ալիևի հարցազրույցը ասեմ ինչու դա սարսափելի էր ասեմ ինչու չեմ նայել որովհետեւ բավական է ես նայեմ ինչ է հայտարարում Լավրով ինչ է հայտարարում Զախարովան որպեսզի իմանամ թե ինչ են հայտարարելու Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները բայց այսքան աուտենտիկ տեքստեր բացարձակապես նույնական տեքստեր նույն նարատիվները նույն մեղադրանքները Հայաստանի Հանրապետության Ես կասեի ոչ թե իշխանությունների, այլ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի հայերի մեղքով։ Եկեք այդ բանաձևերն էլ գիտեք դա ռուսերենից թարգմանություն է հայերի։ Դուք հիշում եք որ նախորդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հենց այդ բառն օգտագործեց։ Բայց ո՞ւմ այդ բառերը հիշեցնում։ Ռուսերենից թարգմանություն է։ Եվ բայց վերադարձնեմ ձեզ մի ուրիշ տեղ, հա, պարոն Սաֆարյան, Աստծո սիրուն ձեր մտքերի ընթացքը շեղելու համար ներողություն։ Տեսեք, մենք ունենք Մոլդովայի օրինակը։ Մենք ունենք Գյումրիի օրինակը։ Օրինակ ինչպես իշխանության եկավ Վարդան Ղուկասյանը, կոմունիստական կուսակցության կնիքը գնելով կամ վարձակալելով։ Ինչի մեջ ասես Վարդան Ղուկասյանին իր նախորդ ապրած կյանքի համար կարող էիք մեղադրել, բայց հաստատ կոմունիստ Վարդան Ղուկասյանը չի եղել։ Ու գիտեք ինչ օրինաց երկիր եղել է, ՀԿ եղել է, չգիտեմ էլ ինչ եղել է, բայց կոմունիստ դեռ չէր եղել։ Նույնիսկ հասրել է Նիկոլ Փաշինյանական լինել։ Ճվա, Մերժիր Սերժին, հիշեք Մերժել է Սերժին։ Հասրել ամեն ինչ։ Այո, բայց կոմունիստ դեռ չէր եղել։ Եվ լավ բառ եք օգտագործում վարձակալել։ Գիտեք, եւ որ հիմա մենք 2026-ին գնալիս չունենք այդ խնդիրը օրենսդրական փոփոխության խնդիրը եւ վերջապես փոխելու օրենսդրությունը օրինակ չգրանցելու այդ համաժողովրդական շարժումը իբրև կուսակցություն Մոլդովան արեց դա այնց դա եմ ասում որտեղ մենք ունենք դրա բոլոր հիմքերը ոչ ղեկավարներն են Հայաստանից եւ Հայաստանից ուղղորդվող ոչ ֆինանսները ինչ ենք մենք անում մեր պետության տակական ենք դնում ուրեմն տեսեք ֆանտաստիկ տեղ եկանք զրույցով։ Ես ֆանտաստիկան սիրում եմ։ Գյումրին քանի որ 21-ի ընտրություններով ավարտեցինք նախորդ զրույցը ինչ հասկացան Կրեմլում հասկացան որ խնդրեմը Նիկոլ Փաշինյանի անձը չէ
Պրոբլեմը անգամ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը չէ։ Պրոբլեմը այն հասարակությունն է, որը չի ենթարկվում հիբրիդային գործիք հանդիսացող ուժերի նախկին նախագահների նարատիվներին, Իրենց նարատիվների։ բաց ձեռնոցանետնում եւ քվյարկում է նույնիսկ այն ուժին, որը այո, պարտության քաղաքական պատասխանատուն է, բայց որը շատ ավելի ազնիվ էր իր կոմունիկացիայում հանրության հետ, իր մեղքի, այսպես ասած, ընդհանուր բաժինը ընդգծելու, պատասխանատվությունը իր մասով ընդունելու եւ այլնի առումներով։ Մեդվեդևի ազնիվ զայրույթը հիշում եք։ Եվ հիմա, եւ ինչ հասկացան դրանից հետո հասկացան, որ առաջին հերթին պետքա թիրախավորել այդ հասարակությանը։ Պետքա ուղղակի թիրախի տակ դնել այդ հասարակության քաղաքական կամքը, ոչնչացնել այդ քաղաքական կամքը, որպեսզի ստանան այլ ընտրության արդյունքներ։ Լավ ուսումնասիրել են մեր ընտրական օրենսգրքի աճպարարությունները, որոնք ցավոք սրտի չփոխեց այս իշխանությունը։ Երբ որ հանուն արդարության, տեսեք, մի քանի համայնքներում համացան մեջ ի վերջո քաղաքական ուժերի մեջ 21 թվականից հետո մեծամասնություններ տարբեր քաղաքներում ստացավ քաղաքացիական պայմանագիր 40%, բայց չկարողացավ իշխանություն ձևավորի։ Դա կլիներ Գեղարքունիքում, դա կլիներ Նոյեմբերյանում, դա կլիներ հետո Գյումրիում կամ նույն Փարաքարում եւ ինչ արեցին, հավաքվում են այն ուժերով, որոնք պիտի կիսեն իշխանությունը եւ ստացվում է, որ հարաբերական մեծամասնություն ստացած ուժը դառնում է ընդդիմություն։ Դա գործադրեցին Գյումրիում։ Հիմա լավ բառ օգտագործեցիք։ Այն մարդիկ, որոնք Վարդան Ղուկասյանի ճակատից փորձում են կամ վզից փորձում են կախել հալածյալ տերմինը, քաղբանտարկյալ։ Մի բան եմ ուզում ասեմ։ Այդ որ արածներ քաղաքական։ Քաղաքական է նա, արդյոք քաղաքական է նա, որ երբևիցե կոմունիստ չհանդիսացած մարդը, հանկարծ փողա տալիս, թե ինչ անում, թե նրանք կցում են 102-րդ ռազմաբազայից, թե նրանք կցում են Կրեմլից, թե նրանք կցում են Կիրիենկոյի օֆիսից, թե Մեդվեդևը, թե որևէ մեկը, հանկարծ ինքը հանդես է գալիս կոմունիստական կուսակցությամբ, բայց սա քաղաքական չի։ Այս ամբողջ լկտիությանը, որը ժողովրդավարության ոգուն է, բանանոթ ժողովրդավարություն դա ներկայացուցչականության մասին է, այսինքն ասում է ընտրողին պիտի ներկայացնի իր գաղափարությամբ, իր գաղափարական Գաղափարը պետք է լինի ներկայացուցիչը որոշակի թվով մարդկանց։ Հիմա այս ամբողջը մի կողմ են որտեղ քաղաքական բան չկա, կա աճպարարություն, կա վարձակալություն կուսակցության։ Ինչ հիմունքներով նորից եմ կրկնում։ Այս ամբողջի մեջ մի հատ քաղաքական բան չկա, ասում են Վարդան Ղուկասյանը քաղաքական դրդապատճառներով է հետապնդվում։ Դա քաղաքական բան չկա, այնգեր։ Քաղաքական չի այն, որ Վարդան Ղուկասյանը կոմունիստ է։ Ներկայացական չի այն, որ ինքը կոմունիստական գաղափարախոսության գրող լինելով ներկայացնում է ձախ ընտրողին։ Քաղաքական չի, այդ մարդ այդպեսին չի։ Այդ մարդը եղել է ռեգիոնալ բուրժուազիայի մեղմ ասած, բուրժուազիան լավ բառ է իր պարագայում, էլի, ասենք նման տեսակի համար բուրժուազիա, ես չեմ ուզում ուրիշ բառ օգտագործել, որտեղ կարող է ինձ եւ ձեզ հերթական դատական հայց ներկայացնել, բայց բոլոր դեպքերում այդ շուստրի տղեն, որը կոմունիստական գաղափարախոսությունից կիլոմետրերով հեռու է այնքան, որքան ես եւ դուք տեզերագնացությունից, եկել է լինելով փոքրամասնության ձայն ստացած խմբի ներկայացուցիչ, դարձել է ժողովրդավարության մեխանիզմների չարաշահմամբ, որտեղ բուրժուազիայի մյուս հատվածը օգտվելով ձեր տերմինոլոգիայից, ձայնը տալիս է հենց Վարդան Ղուկասյանին ու նրան դարձնում քաղաքապետ։ Հիմա ասացիք ինձ խնդրեմ, մի բանի տակ որ քաղաքական բան չկա, կա խարդախություն։ Քաղաքական խարդախություն։ Ընտրողի հանդեպ քաղաքական խարդախություն։ Եվ անպատասխանատվություն։ Եվ ասենք դուք ուզում եք ասենք ես լինելով քաղաքագետ կամ դուք այս ամեն ինչ ընդունենք քաղաքական։ Երկրորդը հասկացամ, որ այն կենտրոնները, հատկապես Ռուսաստանում, որ տեսամ, որ միևնույնն է հերու Նիկոլ Փաշինյանից կամ որևէ մեկից, եթե նույնիսկ նրան վերացնեն, եթե նույնիսկ նրա քաղաքական ուժին վերացնեն, միևնույնն է, հասարակությունը ինքը արդեն իր պրոտեստային քվեարկությունը ունի ընդդեմ Կրեմլի հիբրիդային ծրագրերի։ Հետևաբար իրենք
ինչ թիրախավորեցին, թիրախավորել են հասարակությանը, թիրախավորել են այն գործիչներին, որոնք այսպես ասած վտանգ են ներկայացնում իրանց ծրագրերի համար եւ թույլ տվեք այստեղ կոնտեքստի մեջ բերել Արամ Զավենի Սարգսյանի իմ շատ հարգելի նկատմամբ մահափորձի պատմությունը ես միամիտ մարդ չեմ որ ես հավատամ որ դա կենցաղային հողի վրա է ես լավ գիտեմ, դուք էլ լավ գիտեք, թե դրանք ինչպես են կազմակերպվում։ Եվ այդ հիբրիդային հարձակումները այս պատկերին մեծ ներկապնակում նայելու խնդիր կա, որովհետև իրենք հասկանում են, որ Գյումրիում իրենք հասկացան, որ Գյումրին միակ հաջողության ֆորմուլան է, որ իրենք կարող են կիրառել հանրապետության մակարդակով, որովհետև ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ 21 թվականին, ոչ առավել եւս 26 թվականին չեն կարող հանդիսանալ հավակնորդ։ Իմ ընկերներից իրենց դեմքով ամենայն դեպս։ Ուրեմն իմ ընկերներից մեկը դիսերտացիա է պաշտպանում հայ-ադրբեջանական թեմաներով, շատ նվիրված բարեկամ է եղել ուրեմն Ղարաբաղի համար, որովհետեւ անգամ Ալիևի սև ցուցակների մեջ էր։ Ինձ պատմեց, որ դիսերտացիա շրջանակներում ինքը հանդիպել է Ռուսաստանի այն սորաբաժանումների հետ, որոնք զբաղվում են Կովկասով։ Խոսքը վերաբերում է Կիրիենկոյի գրասենյակին, խոսքը վերաբերվում է ԱԳՆ-ում այն վարչությանը, որը զբաղվում է Կովկասում։ Եվ մի շատ հետաքրքիր բան պատմեց, ասում ա, գիտես, ինձ զարմացրեց այն, որ 21 թվականից հետո Հայաստանից զեկուցագրեր էին գնացել, որ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու 5 րոպե պակաս է։ Այն կեղծ հարցումները, որ իրականացնում էին գելապներով, կեղծ գելապներով, այն կեղծ հանրահավաքները, որոնք ունենում էին անգամ Արցախից բերված մարդկանցով հիշեք մայիսյան այդ հայտնի հանրահավաքները, որ հանրապետության հրապարակը լցվեցին եւ կար ահռելի տեղեկատվություն այն մասին, որ նույնիսկ Արցախից ավտոբուսներով կազմակերպվել էր Արցախի իշխանությունների այն շրջանակները, որոնք սատարում էին Ռոբերտ Քոչարյանին, այդպիսի տեղափոխումներ էին իրականացրել, քաղաքում կեցության խնդիրներ էին լուծել եւ այլ եւ այլ։ Այդ բոլորով Ռուսաստանին հավատացրել էին, որ իրենք գալու են իշխանություն։ Հիմա իրենք էլ են հասկանում, բոլորը հասկանում են, որ կեղտիկ է եղել, որ միակ ֆորմուլան հանրապետության մակարդակով 26 թվականին մնացել է ուրեմն Գյումրիի այսպես ֆորմուլան կրկնելը։ Այլ տարբերակ չունեն իշխանություն վերցնելու։ Միայն կարող են հասարակության այդ պարակտելով ֆրակցիաներով տրոհել, հետո իրենց ուզած մասերին միացնել, որոնք կարող են առաջի տեղը փոքրամասնության իշխանություն եւ ստանան փոքրամասնության իշխանություն։ Եւ դրա համար իրենք իրենց խանգարողների ճակատում պատահական չի, որ թիրախավորել են հատկապես Հայաստանի անկախության, ինքնիշխանության արժեքները գերադասող, Հայաստանի եվրոպական ինտեգրումը առաջնայնություն համարող գործիչներին եւ դրանց թվում նաեւ Արամ Զավենի Սարգսյանն է։ Եվ որպեսի հետքերը թաքցնեն, ամբողջը կենցաղային, տղայական, ինչ որ այլ հող են ստեղծում։ Նաեւ հասնում են նրան, որ ֆիկտիվ պատճառներով այդ մահափորձի կազմակերպման կասկածյալը հանկարծ հայտնվում է ազատության մեջ եւ հայտնվելու առաջին իսկ պահին իրեն ազատություն տված դատարանին անվանում է թուրքական դատարան։ Դե սարսափելի է, որ օրը ցերեկով այդ քաղաքական խարդախությունները ու աճպարարությունները փաստաբանի ներգրավվածությամբ, հա, ակնհայտ այդ կինը, որը իմ հետ 5 տարի ճանապարհ անցել, ակնհայտ մանիպուլյացիա է անում։ Այս վստահորդը սա ծանր հիվանդ, այն մի վստահորդն է ծանր հիվանդ։ Չէ, դուք նկատել եք օրինաչափությունը, որ այդ տիկնոջ բոլոր վստահորդները ծանր հիվանդ են։ Բոլոր վստահորդները ծանր հիվանդ են, եւ այդ ծանր հիվանդության մասին իբրև կատեապարատ ինքը իմանում է բանտարկությունից 5 րոպե հետո։ Ոնց դա բացատրել այդ ֆենոմենը։ Դե սա Ռոբերտ Քոչարյանի դպրոցն է, Իզմիրլյանի պատմությունն է, այդ եմ ասում։ Իրենք ունեն հաջողության որոշակի ֆորմուլա, թե ինչպես մարդկանց ազատել անխուսափելի պատասխանատվությունից, վաստակած պատասխանատվությունից, որովհետև ներեցեք, եւ որ ես ունկնդրեցի այն ծայրագրությունները, որոնք
Հանրապետություն կուսակցության իմ հարգելի ընկերները, գործընկերները հրապարակել են, ես փշաքաղված էի, թե ինչ հանգստությամբ էր նա խոսում Նայիրի Հունանյանից բացարձակապես, այո, Նայիրի Հունանյանից, ինչ Չգիտես հանգստությամբ նա ինչի խոսում կործանում էր Եվրոպան արդեն կործանված փրծած եւ նաեւ ինչ սառնասրտությամբ եւ քմծիծաղով խունջիկ-մունջիկներով ակնարկներով էր խոսում հանրապետության կուսակցության գրասենյակում իր անելիքը անելու ուրեմն վճռականության մասին։ Պարզին ժամանակ ինքը ոչ երիկամային հիվանդություն ուներ, ոչ ծանր հիվանդություն ուներ, բացարձակ անկողնային հիվանդի տպավորություն չէր թողնում, բայց փաստաբանը նրանց հաջողացրեց դարձնել աշխարհի ամենածանր մահամերձ հիվանդները եւ գիտեք ողբերգությունը նաեւ ինչու է կարանում, որ Հայաստանի դատական համակարգը ցավոք սրտի մնաց չվեթինգված եւ ես ամենևին չեմ ուզում որևէ գնահատական տալ բացառապես ինֆորմացիա չունեմ ինչ դատավոր է կայացրել այդ որոշումը եւ ընդհանրապես իմ համար նույնիսկ այդ միջանկյալ որոշումը նրանացություն թողելու մասին այդքան չի անհանգստացում որքան կանհանգստացնի եթե օրինակ նույն հիվանդության կամ այլ պատրվակներով նրան ընդհանրապես ազատեն պատասխանատվությունից բայց նշանը այնքան վատնա ուղերձ այնքան վատնա հիմա որ ուղակի ծիծաղում են ասենք Զարուհի Փոստանջյանը այդ իր հաջողությունից հետո մի հատ գրառում է անում գլխավոր դատախազ ոնց ես ձեռ են առնում Հայաստանի Հանրապետության դատական համակարգին ես կարծում եմ եւ հիմա նույն սցենարով ինքը փորձում է Վարդան Ղուկասյանին ազատել նույն սցենարով հիմա պարզվում է Վարդան ծանր դիաբետով այն Վարդան Ղուկասյանը որը կակավի նման վազում էր եւ նույնիսկ առաջ էր ընկնում իրեն այսպես ասած ձերբակալողներից հասկանում եք պարզվում է հիմա ինքը Կարմրաթուշիկ ես չեմ հերքում որ նա ունի կարող է ունենալ այդ տարիքում առողջական որոշակի խնդիրներ, իսկ բոլորը ունեն։ Բայց այն որ նա ունի այնպիսի անբուժելի խնդիրներ, որոնք անհամատեղելի են նրա խափանման միջոցի կալանքի հետ, ներեցեք ես դրան չեմ հավատում։ Ներեցեք դրան չեմ հավատում, որովհետև չեմ հավատում ոչ միայն նրա փաստաբանի ազնվությանը, այլ նաև տեսնում ենք, թե ինչ են անում ծանրագույն հանցագործությունները կազմակերպած անձանց պատասխանատվությունից ազատելու մասով։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Եվ սա իշխանության մեծագույն բաստողումներից մեկն է, ցավում եմ, բայց պիտի ամեն ինչ ասվի երեսին եւ նրանք իրավունք չունեին թույլ տալու, որ դատական համակարգում ստեղծվի նախադեպ ճիշտ այնպես ինչպես քաղաքական աճպարարությամբ ու խարդախությամբ կարող են իշխանությունը զավթելու, գիտեք, ինչն է հետաքրքիր, երբ Գյումրիի ընտրությունները տեղի ունեցան, ես ինձ թույլ եմ տալիս, չգիտեմ դրա հետևանքները ինչպիսին կլինեն, բայց փորձագետների մի խումբ կա, որին ժամանակ առ ժամանակ հանդիպում է վարչապետը եւ դա տեղի ունեցավ Գյումրիի ընտրությունից հետո եւ ես երբ վրթովված խոսում էի թե ոնց կարա Հայաստանի Հանրապետությունում օրը ցերեկով նման բան տեղի ունենա, ինքը ասեց դա է ժողովրդավարությունը։ Ես հարգում եմ, որ վարչապետը խորունկ հավատում է ժողովրդավարությանը, ես դա կասկածի տակ դնելու հիմք չունեմ, բայց նաև չեմ կարող հասկանալ, որ ինքը կարող է ժողովրդավարություն համարել ժողովրդավարության գործիքներով ժողովրդավարության տապալման ակտերը։ Ես չեմ կարող, որ մենք արդարադատության տեսանկյունից գնահատել արդարադատության դեմ ուղղված քայլերը, ակտերը։ Իսկ տվյալ պարագայում Արամ Զավենի Սարգսյանի նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվողին, Գյումրու քաղաքապետին եւ մնացյալին կոլեկտիվ ջանքերով, քարոզչական, փաստաբանական եւ այլ խմբակներով ուղղակի պատասխանությունից ազատելու քայլեր ես չեմ կարող համարել ոչ արդարադատության հաղթանակ, ճիշտ հակառակը, ես դրանք համարում եմ արդարադատության դեմ ուղղված գործողություններ։ Անկեղծ ասած, ես այստեղ նաև բազում այլ մտահոգությունների տեղիք եմ տեսնում, որովհետև տեսեք, դատաքննությունը ըստ էության չի ավարտվել, բայց դուք ճշգրիտ նշեցիք, որ կարող է ի վերջո դատավճիռը լինել կասկածյալին արդարացնելու, թեպետ նա ցուցմունքներում
ընդունել է, խոստովանել է։ Սա մի կողմ։ Իսկ ովքեր են կազմակերպիչները։ Եվ արդյոք այս մեկի չի հաջորդելու երկրորդը, երրորդը, չորրորդը։ Չպատժված հանցագործությունը Հոկտեմբերի 27-ը նոր հանցագործությունների Հոկտեմբերի 27-ը ոնց դարձավ հնարավոր։ Եվ ինչու մենք չիմացանք, ովքեր էին կազմակերպիչները։ Եվ ինչու մենք չիմացանք, ինչու Սերժ Սարգսյանը, որ ազգային անվտանգության նախարար էր, ի պաշտոն է, պարտավոր էր այդ ամեն ինչին տեղյակ լինելու կանխել, ոչինչ չարեց։ Առավել եւս այդ օրը դահլիճում չէր։ Ինչու է օրը ազգային ժողովի շենքում էր, բայց դահլիճում չէր Վազգեն Մանուկյանը։ Ու էլի բազում Վարդան Օսկանյանը, Վահան Շիրխանյանը, ու էլի բազում անուններ։ Գիտեք, այնքան ինչուներ կան մեր անցած պատմության մեջ, որ եթե մենք գնանք այդ ինչուների հետևից, մենք կորցնելու ենք մեր այսօրվա անելիքի ճշգրիտ պատկերացումը, որովհետև ես այնուամենայնիվ ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք Հայաստանի Հանրապետության դեմ այո, վարվում է հիբրիդային պատերազմ։ Բա մենք ինչ ենք անում։ Օրինակ, մենք մեր ամբողջ հիբրիդային պատերազմը վարելու հետ մարտավարությունը հանգեցնում ենք նրան, որ մեզ հարվածում են, մենք հակահարվածում ենք, մեզ զրպարտում են, մենք հերքում ենք, մեզ ներկայացնում են ինչ-որ թեզ, մենք ոչ, իմ կարծիքով հիբրիդային պատերազմը դա չէ։ Հիբրիդային պատերազմում հաղթելու համար մենք պիտի ասպարեզը հեղեղենք, եւ ասպարեզը հեղեղենք ոչ միայն հայկական, ոչ միայն ռուսականը դնենք մի կողմ, այդտեղ ամեն ինչ պարզ է, ամբողջ Եվրոպան, ամբողջ Ամերիկան, ինչը հիմա անում է Իլհամ Ալիևը, մենք դա պիտի անենք, մենք հիբրիդային պատերազմ մղելու ճշգրիտ ռազմավարություն ու մարտավարություն պիտի ունենանք համաշխարհային մամուլը հեղեղելը, դիվանագետներին անվերջ ռմբակոծելը, որպեսզի Իլհամ Ալիևը այն եկվորի ու անցվորի իր կարգավիճակը չբերի ու չփորձի դարձնել տարածաշրջանում բնիկի կարգավիճակ։ Իսկ այդ ամեն ինչի համար, ես կարծում եմ դուք էլ եք այդ մասին խոսել, Արամ Սարգսյանն էլ է այդ մասին խոսել, ես էլ եմ քանիցս այդ մասին խոսել, վերջ առաջ մեզ համար պարտադիր, վաղուց անտի պետք էր մի մտակենտրոն, որտեղ ամբողջ մեծ մերձավոր արևելքի տարածաշրջանի հատկապես եւ այն կենտրոնների, որոնք տարածաշրջանի վրա ունեն վիթխարի ազդեցություն, այդ բոլոր իրադարձությունները տեղեկատվության մակարդակով, փակ տեղեկատվության, հանրության անհայտ մնացող տեղեկատվության մակարդակով հավաքվեին, վերլուծվեին, մեր ռիսկերը չեզոքացնելու, մեր շանսերը զարգացնելու հնարավորություն ունենայինք, որովհետև մենք գիտեք նման ենք են, ինչ ասեմ, չեմ ուզում վատ համեմատություններ անել, բայց ամենայն դեպս մենք նման ենք մեկին, որ փակ աչքերով մութ սենյակում չգիտես ինչ է որոնում, ինքն էլ չգիտի ինչ է որոնում, սև կատվին է որոնում, թե Մալևիչի սև քառակուսու վրա է իր պատկերացրած աշխարհը, ընդհանրապես մեր նպատակները, մեր ուղենիշները, մեր գնալիք ճանապարհի, անցնելիք ճանապարհի ելակետը ո՞րն է եւ ուր ենք մենք գնում, վերջակետը ո՞րն է։ 1998 թվականից մինչև 99 թվականի հոկտեմբերի 27-ը մեծագույն պատիվ է եղել ինձ համար անալիտիկ պրոդուկտներով սպասարկել երջանկայիշատակ սպարապետի Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի թիմին։ Ժամանակ առ ժամանակ ուղարկում էինք վերլուծական հոդվածներ այդ դրա հետ կապված, նու իհարկե չեմ ուզում շատ այլ բաներ պատմել այդ իմ կյանքի ամենա արժեքավոր եւ հատվածներից մեկի մասով, բայց մի շարք առաջարկություններ, որ ներկայացվեցին ինձ լինելու զբաղեցնելու ինչ-որ մի կարգավիճակ, մերժվեցին դրանք եւ վերջում եկանք մի հրաշալի գաղափարի
վրա, որը հիմա հնչեցրեցիք այդ պետության կողմից այդ մեծ անալիտիկ կենտրոնը ստեղծելուն։ Նոր տեխնոլոգիաներից ելնելով հիբրիդային պատերազմին մենք հակազդելու։ խնդրանք ենք ներկայացրել Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին, որ եւ դա պլանավորված էր 99 թվականի, բացումը կատարել 99 թվականի աշնանը այդ կենտրոնի, այո։ Եվ մենք խնդրել էինք ուղղակի, որ իրենց պետական այցերի շրջանակներում որ կունենան Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում եւ այլուր, ուղղակի մեծ ծանոթ մեր կողմից ցանկալի անձանց մասնակցությունը ապահովեին այդ կենտրոնի բացմանը, բայց իրականում նպատակը հենց դա էր, ինչ որ դուք ձևակերպեցիք ու ցավոք սրտի հոկտեմբերի 27-ից հետո տեսեք պետությունը ինչքան է հետ շպրտվել ամեն առումով երկար դեգերումներից հետո հանրոդ գաղափարին ծանոթ էին նաև Անդրանիկ Մարգարյանը, Տիգրան Սարգսյանը եւ այլ, այդ գաղափարը վերջում բերվեց հանգեցվեց նորավանք հիմնադրամին, որը հանուն արդարության հետո վերածվեց ուղակի ոչ ամենևին հայաստանյան նարատիվներ սպասարկող եւ քարոզություն իրականացնող մի ինստիտուտի, հետո դա այս իշխանությունները ուզում էին դա ընդհանրապես փակել, կրկին ես խորհուրդ տվեցի դա չանել, վերափոխվեց դա Օրբելի կենտրոնի, բայց միևնույնն է, ձեր ասած ֆունկցիան չկա սպասարկողը, որովհետև եթե նույնիսկ մենք մասնավոր հետազոտական կենտրոններից սկսած մինչև թեկուզ եւ այդ պահպանված տրանսֆորմացված այդ պետական հաստատությունը ինչ-որ մի բան անում են, միևնույնն է, այդ ամբողջը չի վերածվում գործողության, ինչպես դուք ասացիք կամ զուգահեռներ անցկացրեցիք, թե ինչպես է աշխատել եւ աշխատում Ադրբեջանը արտերկրում, որովհետև այ մի բառացիոն շաբաթներ առաջ կրկին քննարկում ենք սա եւ նույն պանելի մեջ նույն պանելում բանախոսներից մեկը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչն ու ես հիշեցրեցի, թե պատերազմի շրջանում որքան խղճուկ էին մեր դիրքերը անգլիալեզու սոցիալական ցանցերում, Twitter-ում եւ այլն։ Աշխարհը Facebook-ում չի, ինչպես մենք հայերս ենք Facebook-ում կենտրոնացած։ Չէ, մենք ապրում ենք Facebook-ում, հաղթում ենք Facebook-ում։ Բայց հիմա գալիս եմ այն բանին, որ տեսեք, Ռուսաստանը կարող է Հայաստանում հերթական օպերացիան իրականացնել Մոլդովայից հետո, Վրաստանից հետո, երկրորդ Բիձինա Իվանիշվիլի ուղարկելով մեր մոտ եւ արդեն ուղարկել է, դեմ ասում էլի, ու կարող է ուղարկել եւ որ մենք բոլորս շատ արագ բռնացնում ենք, որ դա հիբրիդային պատերազմ է, որ դա հայկական, այսպես ասած, վրացական երազանք երկուսն է, այստեղ Սամվել Կարապետյանին սարքել, նրա որդին կարողանում է գնալ Ամերիկայում, Տակեր Կարլսոնին, հարցազրույց տալ եւ ասել բանը, հայերը հարձակվել են, Հայաստանում հայերը հարձակվել են քրիստոնեության վրա, Տակեր Կարլսոնն էր մի հատ սրտակեղեկ բան գրառում կատարի դատապարտելով ուրեմն առաջին քրիստոնյա ժողովրդի գրել մուսուլմաններին։ Ես նայեցի ճիշտ ասած իր պատին էլ գրեցի, որ լավ ինչ աստիճան կարա անբարոյական լինի այս ամեն ինչը, որ Ռուսաստանի սանձազերծած հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ վաճառվի արևմուտքում կամ փորձ արվի վաճառել արևմուտքում որպես քրիստոնյա պետության ժողովրդի կողմից, առաջին քրիստոնյա ազգի կողմից սեփական եկեղեցու վրա հարձակում եւ ինչ որ մի պատահական մարգինալ լրագրող, թեկուզ եւ մեծ լսանով կամ ազդեցիկ Թրամփի ուրեմն համակիրների շրջանակում հանկարծ պարզվի ինքը մեզանից պաշտպանում է քրիստոնեություն։ Ինչու է սա այս օրինակը բերում։ Սա նաեւ մեր բաստողման արդյունքն է, որ կարող է նման բան տեղի ունենալ, որ կարող էր այդ հարցազրույցը, այդ խայտարակ հարցազրույցը, որ ասենք ինչ որ մեկը չասեմ սարսափելի վատ կրթությամբ, թեկուզ եւ անգլերեն իմացող, գնա ու 30 տարի հետո գնա արևմուտքում ասի, գիտեք, ադրբեջանցիները հայերին սպանել են, որովհետեւ քրիստոնյա էին։ Հասկանում եք 30 տարի պետությունից որևէ մեկ ոչ մի փորձագետ, ոչ մի իշխանություն չի ասել, որ այդ կոնֆլիկտը Արցախյան հակամարտությունը կրոնական է, որևէ մեկը չի ասել։
ու հանկարծ ինչ որ մեկը դա ռուսական նոր նարատիվ է, ես կարծում եմ։ դե փորձել են Բայց հարմարեցնել Թրամփի Այո, ականջներին, որովհետև Թրամփի համար բայց էլի քրիստոնյաները են վերադառնում, գիտեք, խոսքս վերադառնում է նրան, մեր անելիքներին, որովհետև մենք ուղղակի այսպես չենք կարող արձանագրել, որ հիբրիդային պատերազմ, բա մենք ինչ ենք անում, բա ինչու են իրենք կարողանում այդպես ժողովրդավարության մեխանիզմները օգտագործելով հարձակվել ժողովրդավարության վրա։ բացարձակ բռնապետական երկիր լինելով։ Բայց Աբսուրդ է, չէ՞։ Աբսուրդ է։ Գիտեք, ես սորշիալս ինչ եմ նկատել, որ համենայն դեպս այն թիմը, որ աշխատում է Կարեն, Նարեկ, Սամվել, չգիտեմ արդեն որ Կարապետյանի հետ, շատ հետաքրքիր ճանապարհ է ընտրել։ Բացարձակապես հիշում եք, չէ՞, առաջին հայտարարություններից մեկը մենք աշխատելու ենք մաքուր ձեռքերով։ Բացարձակապես ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանից, նաև Սերժ Սարգսյանից, դեպ կապերը ակնհայտ են, ու այդ կապերի մեջ դուք ու ես չի որ պետք է այդ կապերի Կարեն Կարապետյանը եղել է, Նարեկ Կարապետյանի հայրը Նարեկ եղել է Կարապետյանի հայրը։ Հանրապետական խմբակցության ղեկավարը, Նախագահի 5 տարի աշխատակազմի շարունակ, ղեկավարը։ հետո նշանակվել է Էլ արդեն կենսագրությունը դնենք Սամվել Կարապետյանը ուզում էր, որ դրանից հետո 2012-ից հետո Կարեն Կարապետյանը նշանակվի Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինչը թույլ տվեք ինձ ասել չեր մերժել ուրեմն որ Ռուսաստանի նախագիծներ չի մերժել նա ուղղակի դա տեղի չունեցել մի քանի այլ հանգամանքներով, որովհետև ներսում շատ այլ խմբավորումներ Ռոբերտ Քոչարյանը մյուս կողմից, Բարսեղ Բեգլարյանը մյուս կողմից եւ այսպես նրանք ովքեր որ այդ նշանակումների մեջ դեր էին խաղում, ասենք այսքանը պատմում եմ գիտեք ինչի, որովհետև այսքանից հետո կանգնել ասել ինքը կապ չունի մաքուր ձեռքերով, մաքուր դեմքով, ինքը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի Սարգսյանի հետ, դրանից հետո նրան նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավար։ Նարեկ Կարապետյանը հրեշտակ է, որ իջել է երկրի վրա, բացարձակապես մաքուր ձեռքերով։ Բայց այստեղ ինձ այդ ամեն ինչը այդքան էլ չի հետաքրքրում, գիտեք, ինձ ինչն է մտահոգում։ Այ օրինակ փորձում են բացահայտորեն իրենց միլիարդները գործի մեջ դնելով, փորձում են բացահայտորեն ստեղծել այն պատկերը, որ այս Նարեկ Կարապետյանը որևէ կապ չունի Ռուսաստանի Դաշնության հետ։ Նա գնում է Բոստոնից սկսում է պատմել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների մասին, նրանց օրինակելի քաղաքական վարքագծի, նրա հետ հարցազրույց է վերցնում Տակեր Կարլսոնը, այսինքն բարեհաջող փորձում են տեղավորել արևմտյան իմիջում։ Մենք Ռուսաստանի հետ կապ չունենք։ Մենք աշխատում ենք արևմուտքի հետ։ Մենք աշխատելու ենք արևմուտքի հետ։ Անգամ համբուրգերը ուտում ենք այնտեղ։ Այո, մենք եւ արևմուտքը։ Այ մենք պետք է համագործակցենք արևմուտքի հետ։ Սա ինչ է նշանակում։ Դա ծանոթ ռուսական ստրատեգիա է, սեփական պրոքսի ուժերին տեղավորել արևմտամետ դաշտում։ Ես էլ դուք Դաշտը պայթեցնելու համար միջև իրենց գալն էլ մենք գիտեինք թե ովքեր են ներդրված արևմտյան դաշտում հանդես գալի հոգուտ արևմուտքի, բայց խոշոր առումով կամ վարկաբեկում արևմտամետության, եվրոպամետության գաղափարը կամ հարկ եղած պահին դառնում սպոյլերը տրոհում։ Լավ, քաղաքական դաշտում ինչքան պիտի արածեն այդ տրոյական ձիերը։ Գիտես, ես այդտեղ կոշտ միջամտության այդքան խնդիր չեմ տեսնում, որքան բացահայտման խնդիր եմ տեսնում, բայց էլի գիտեք, այս ամեն ինչը այնքան ողորմելի է, այդ իրենց է թվում, թե իրենք ներդրվում են արևմուտքում։ Արևմուտքն էլ շատ ավելի խորամանկ խաղ է խաղում, նրանց վիզա տալով, Միացյալ Նահանգներում հյուրընկալելով, տակերին կցելով, որպեսի նրանք էլ դառնան կառավարելի, կոպիտ ասած, գիտեք, հատուկ ծառայությունների մեջ դա կոչվում է կրկնակի հավաքագրված գործակալ։ Երբ տեսեք, շատ խորամանկ են խաղում բոլորը եւ լավ են անում։ Ասենք Ռոբերտ Քոչարյանի թորները Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի են։ Դուք տեսել եք նա ինչ զգուշավորությամբ է դեմ խոսում Տրամպի երթուղուն։
նա բացահայտ չի կարողանում խոսել, որովհետև իր որդին, իր հարսը, այնտեղ խանութ է բացել անցնող տարվա ընթացքում, պրեգոմեշ եւ այլն։ Թույլ են տվել, որ նա հիմա այնքան կաշկանդված է այդ ամեն ինչով, նա չի կարող դեմ խոսել արևմուտքին։ Նա ուղղակի ասում է, չէ, Տրամպի ճանապարհը ավելի լավ ճանապարհ կդառնա, եթե այնտեղ լինեն Չինաստանը եւ Ռուսաստանը։ Իրանը։ Մոռացեք, Իրանը։ Ուզում եմ ասել, արևմուտքն էլ իր խաղն է խաղում նրանց հետ ու այնպիսի մեխանիզմներ է ստեղծում, որ նրանք ներքին դիսկուրսում չկարողանան Ամերիկայի դեմ խոսեն, չկարողանան Տրամպի երթուղի դեմ խոսեն։ Հիմա նույնը անում են Սամվել Կարապետյանի հետ։ Ուղղակի, ասենք, այդ եթե ռուսերին է թվում, թե իրանք իրանց մարդուն ներդնում են այնտեղ, փորձում են վաճառել իրանց որպես պրոարևմտյան ուժեր, միևնույնն է, այդ դիսկուրսը չեն կարող բանալ, որովհետև Սամվել Կարապետյանը քանի որ ինքը քաղաքական մարդ չի եղել երբևիցե եւ իր համար քաղաքականության մեջ իր դեմքով խաղալը շատ անսովոր է եղել, ինքը չկարողացավ այդ դերը այնքան վարպետորեն խաղալ, հենց եկավ ասեց ես եկել եմ փրկեմ ոչ միայն հայ առաքելական եկեղեցին, այլ եկել եմ փրկեմ նաեւ փչացրած հայ-ռուսական հարաբերությունները։ Մատնիլ արդեն խաղը։ Ի սկզբանե տանուլ տված։ Հիմա գիտեք, այս ամեն ինչում լավը որն է, որ Կիրենկոյի գրասենյակում ակնհայտ հասկանում են, որ Մոլդովայում պարտվել են, որ Գյումրին ետ շրջել չեն կարողանում։ Լավագույն դեպքում Զարուհի Փոստանջյանը մի քիչ կերկարաձգի կամ ինչ որ ձևով խափանման միջոցի փոփոխություն կատարի, բայց միևնույնն է Գյումրին այլևս չի կարող լինել, Գյումրին իրենցը չէ, եւ Գյումրիի մոդելը չաշխատեց, անխոցելի չէ։ Դուք հիշում եք իմ եւ ձեր ելույթները Լևոն Բարսեղյանի քարոզարշավի ընթացքում։ Ես թույլ տվեք հիշեցնեմ, ես ինչ էի ասում։ Ես ասում եի, հարգելի գյումրեցիներ, եթե ձեզ թվում է, թե դուք ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քվեարկելով ձայն եք տալիս Վարդան Ղուկասյանին, ապա հիշեք անկիր, որ այդ ձայները նույնպես Նիկոլ Փաշինյանինն են։ Եվ դա տեղի ունեցավ, որովհետև ես ասել եմ բավական է ընդամենը, կրկնում եմ իմ խոսքերը, որ ես ունեցել եմ Գյումրիում ձեր հետ միասին նույն դահլիճում։ Ասեմ բավական է քննիչ ընդամենը մեկ անգամ այցելի Վարդան Ղուկասյանին եւ այն ձայները, որոնք իբրև թե տրվել են ընդդեմ իշխանության, դրանք վերենացվելու անուղղակիորեն իշխանությանը տված ձայների։ Դա տեղի ունեցավ։ Հիմա վերադառնանք 26 թվականին։ Վերադառնանք նախ Վաղարշաբաթ, որովհետև հիմա նոյեմբերի 16-ին Վաղարշաբաթ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են։ Եվ սա այն դեպքն է, երբ այդ նույն հիբրիդային պատերազմի գործակալները փորձելու են Գյումրին տանուլ տալուց հետո փոկել, ստանալ, մանավանդ սիմվոլիկ իմաստը դա հոգևոր մայրաքաղաքն է Հայաստանի։ Այո։ Նախկինում իրենք Գյումրին մեկնաբանում էին, որ քանի որ Նիկոլ Փաշինյանը իր քայլարշավը սկսեց Գյումրից, եթե մենք վերցնենք Գյումրին, ապա ետ կշրջենք նաև հեղափոխությունը։ Պատմության ընթացքը հետ։ Գիտեք, այս ամբողջ ընթացքում, քարոզարշավի ամբողջ ընթացքում ես չգիտեմ, հարիր է արդյոք նման խոստովանություն անել, ես սկսեցի սիրել մարդկանց։ Մեր ժողովուրդը լավն է։ Մեր ժողովուրդը ֆանտաստիկ է։ Մեր ժողովուրդը ֆանտաստիկ է։ Բնազդով շատ լավ հարամ բանը ջոկում է, հարամ բանը զգում է։ Իհարկե ես հիշում եմ, թե ինչպիսի քննադատությունների հեղեղ էր թափում գյումրեցիների վրա, բայց գյումրեցիները մեղավոր չէին, որ ընտրական օրենսգիրքը այդ խարդախությունը թույլ էր տվել։ Գյումրեցին մեծամասնության մեջ չի ընտրել Վարդան Ղուկասյան։ Անկամ ընտրության գնացածների մեծամասնության մեջ չի ընտրվել Վարդան Ղուկասյան։ Եվ այդ Գյումրին հնարավոր դարձավ նույնիսկ գյումրեցու համար անհավանական թվացող մի բանում ես գոնե որպես նախկին падգամավոր, որը կցված է եղել Շիրակի մարզի եւ Գյումրիի, ես գիտեի ինչ թշնաման գոյություն ունի ընտանեկան Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի, բայց աճպարարությունները այնպեսին վերացան, այո, որ խեղճ գյումրեցին չի ընտրել Վարդան Ղուկասյանին, որ մենք մեղադրենք, ասենք գյումրեցին ռազմավարական մտածողություն չուներ եւ գյումրեցին մի մասը հիասթափված իր տեխնատուն չգտնելով
չեկավ ընտրության։ Մի մասը ծուլացած, ինչպես եւ բնորոշ տեղական ինքնակառավարման ընտրություններին չգնաց ընտրության։ Մի մասն էլ գնաց չընտրելով Վարդան Ղուկասյանին, բայց պարզվեց վերջում աճպարարությունները այդ հիբրիդային այնպիսին էին, որ Վարդան Ղուկասյանը դարձավ։ Հիմա իրենց հաշվարկը այս լավ է, լավ պահ է։ Վաղարշապատի ընտրությունները տեղի ունենում Մոլդովայի ֆիասկոյի վրա։ Ֆանտաստիկ էներգիա է ակումուլացվել, ասեմ ձեզ։ Ֆանտաստիկ Ես էներգետիկա։ կասկած չունեմ եւ ես շատ ուրախ էի Եվ այդ էներգետիկան դրական լիցքերով է։ Մարդիկ արդեն մեզ տեսնելով, մեր տեխնացուին տեսնելով, իդեպ փառահեղ տեխնացու ունենք, փառահեղ ես դա էի ուզում երեխներով։ ասեի, շատ լավ ընտրություն է կատարվել, ես անչափ ուրախ եմ այդ դաշինքի համար, անց եւ կուսակցություն, որ Անկուսակցական Հարություն Մկրտչյան եւ Հանրապետություն Ես կուսակցություն։ շատ ուրախ էի, որ այդպիսի տեխնացու է առաջադրվել, ես Հարութին սկսել եմ ճանաչել մի 2 տարի առաջ, հատկապես ճանապարհ գնալով նաև նրա հետ եւ Բրյուսելում մեր միասին այո այդ ֆորումը հրաշալի առաջին ֆորումը Հայաստան Եվրոմիություն որ կազմակերպվեց եւ մարդու հետ պիտի ճանապարհ գնաց որ նա ճանաչեց ես ճանաչել եմ Հարութին պարկեշտություն ազնվությունը եւ ուրախ եի որ ինքը եւ Հանրապետություն կուսակցությունը այդ որոշումը կայացրեցին եւ ուզում եմ հավատամ որ վաղարշապատում այդ ամեն ինչը կգնահատվի ես վաղարշապատից հատկապես 21 թվականի քարոզարշավը այդ 15 օրերը որ շրջեցինք Հանրապետությունով մեկ իմ համար շատ հատկանշական են եղել մի քանի տարածաշրջաններ, մի քանի քաղաքներ։ Եվ այդ քաղաքներից մեկը եղել է Վաղարշապատը։ Ասեմ ինչով։ Ուրեմն Վաղարշապատում ես ավելի շատ եմ զգացել այն, թե որքան են մարդիկ կարևորել 2018-ից ստացած ազատությունը։ Քաղաքի համար։ Ես չգիտեմ ճիշտ ասած, հիմա շատ ուրախ կլինեմ, եթե 5 տարի անցել այդ մթնոլորտը պահպանված լինի, բայց մանվելիզմ տեսած քաղաքը, որը ապրել է վախի, ինքնացենզուրայի, սարսափի եւ այլնի մեջ, ես տեսել եմ ինչքան են իրանք կարևորել այն ազատությունը, որ ստացել է Վաղարշապատը 2018 թվականից հետո։ Բառացիորեն ոնց որ ազատագրված քաղաք լինի։ Եվ ես կարծում եմ, որ այնտեղ առավել եւս ինքը այնպիսի մի քաղաք է, որ շատ մոտ է Երևանին եւ խոշոր առումով պիտի ասել, որ մթնոլորտների այսպես ասած քաղաքական գիտակցության շատ մեծ տարբերություններ չեն կարող արձանագրվել։ Ես ուզում եմ հավատալ, որ Վաղարշապատի ընտրողը շատ ուշադիր կլինի եւ շատ երկար կմտածի, որ սա այնքան էլ եւ միայն տեղական խնդիրների լուծման մասին չի, որ այո, պետության եւ իշխանության պարտավորությունն է ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը պաշտպանել հիբրիդային արտաքին եւ ներքին հարձակումներից, բայց այդ պայքարում ամեն մեկը իր անելիքը նույնպես ունի։ Եվ այդ անելիքը դա այն է, թույլ չտալ, որ Վաղարշապատում անեն այն, ինչ կարողացան անել Գյումրիում, որովհետեւ սա այս ընտրությունները ամենևին իշխանությանը սիրելու չսիրելու մասին չեն։ Այս ընտրությունները ուզենք թե չուզենք, լավ է թե վատ է, մեր կամքից անկախ սերտորեն կապված են մեր պետության ինքնիշխանության պետությունը սիրելու եւ չսիրելու մասին են։ Այո։ Եվ դրա համար այնտեղ շատ տեսանելի են այն ուժերը, ովքեր շարունակում են հանդես գալ որպես հիբրիդային պատերազմի գործիքներ։ Այդ խապկանքը, որ ստեղծելու են, այ ոնց որ Գյումրիով սկսեցինք քաղաքականի տակ խարդախությունը տեղավորելով իբրև թե Վաղարշապատու տեղական ինքնակառավարման խնդիր են լուծում, իբրև թե չգիտեմ ինչի խնդիր են լուծում եւ այլ, դուք կհիշեք, ես մի ամիս առաջ մի գրառում արեցի, որտեղ ոչ պատահականորեն բերել էի 2021 թվականի ընտրություններում Զարթոնք կուսակցության արձանագրած ձայները։ Զարթոնք կուսակցությունը ուղիղ, որը ղեկավարում էր այն ժամանակվա փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հա, այսօր Արա Զոհրաբյանը հանդես է գալիս որպես եկեղեցականների պաշտպան, ուղղակիորեն այն ժամանակ կապվում էր եկեղեցու հետ։ Եվ եթե նայեք նա որտեղ է ձայներ ստացել այդ կուսակցությունը, Թալինում, Թալինի տարածաշրջան, Զվարթնոցի Էջմիածնի հարակից հատվածներում, որտեղ եկեղեցին ունի մեծ ազդեցություն մարդկանց վրա։
Հիմա եւ որ ասում են, վայ եկեղեցին այդ երբ է խառնվել քաղաքականությանը։ Հիմա հարց եմ տալի, բա հիմա ինչի են խառնվել։ Ինչի է այն կուսակցությունը, որը նախկինում եկեղեցու հովանու ներքո քվեներ ստանում հատկապես այն տարածքներում, որտեղ եկեղեցականներ են, որտեղ կաթողիկոսի եղբոր տղաներ, չգիտեմ, կաթողիկոսի եղբայրներ եւ այլն, այդ տարածքներում, որտեղ ում խոչընդոտեցին ձեզ, որ համայնքում խոչընդոտեցին։ Կաթողիկոսի հիմա հասկացաք, հիմա դրա համար եմ ասում, այս ամեն ինչը ինչքան էլ քաղաքականության տակ տեղավորեն, ինքը խարդախություն է։ Եվ ամենազազրելին, ամենանողկալին, որ այդ խարդախության նպատակը պետության ոչնչացումն է։ Եվ ես ցավով եմ ասում, որ սրանում, այո, իմ եկեղեցին դարձել է հիբրիդային պատերազմի մաս։ Եվ դրա համար եմ ասում, դուրս է եկել նաև ինքը իր դեմ։ Էջմիածնում Եկեք այդ արձանագրենք, դուրս է եկել ինքը իր դեմ։ Ինքը իր դեմ, այո։ Եվ դրա համար եմ ասում, ես ուզում եմ հավատալ, որ Էջմիածում դեռևս այն գիտակցությունն է, որ այն մարդիկ, ովքեր ալարելու են, չալարեն գնան տեղամաս։ Եվ ես խնդրում եմ նրանց եղբայրաբար, որ նրանք ժամանակ գտնեն գնան ընտրական տեղամաս։ Նրանք ունեն հրաշալի տեխնացու։ Եթե չեն ուզում իշխանության ընտրել, եթե գոհ չեն, ունեն Հարութ Մկրտչյանի նման պայծառ տեխնացու։ Նրանք ունեն քվե։ Եվ նաև հիշեն, որ իրենց пассивությունը կամ իրենց տարական քաղաքացիական պարտականության չկատարումը, այո, կարա բարթացնի խնդիրը այնպես, ինչպես բարթացրեց Գյումրին։ Եվ դրա համար եմ ասում, որ այս ամեն ինչը տեղի ունենում այն մի հատ կոնտեքստում, որտեղ Գյումրի երկուսը թույլ չտալու համար բավականին հետաքրքիր պայմաններ կան։ Սրանք տեղական նշանակության մարտեր են, իսկ ճակատամարտը 2026-ի հունիսի 7-ին է։ Հիմա ինչն է դա լավ։ Դա լավը այն է, որ այնուամենայնիվ Մոլդովայում տապալվել է պլանը։ Սա բացարձակ բարոյազերկում է Մոլդովային հետևող եւ փսլինքը թափող այդ խմբավորներին, որոնք մտածում էին, որ նույնը կատարվի ստեղ։ Էլ ավելի բարոյալ լքել է նրանց Գյումրիում կատարվածը, որովհետև ոչ, տեսեք, ախր գիտեք ինչն է խնդիրը։ Այս մարդիկ այնքան նույնիսկ քաղաքական գրագիտություն չունեին, որ չհասկանային, որ գյումրեցին Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար փողոց դուրս չի գալու։ Ոչ միայն որ ինքը այդ տեխնացուն չի, այլ որովհետև ինքը աճպարարություններով, այսպես ասած, իմիտացիա էր, թե մեծամասնության քաղաքագլուխ է։ Ինքը մեծամասնության հետ առնչություն ընդհանրապես չունի։ Եվ Հայաստանի հետ չունի։ Եվ Հայաստանի հետ չունի։ Եվ մեր հետ չունի։ Եվ ոչ մի Եվ դրա համար ես ուզում եմ հավատալ, որ այս քարոզարշավից, որը բավականին պոզիտիվ է, ես հետևում եմ, ուրախ եմ եւ առիթ կունենամ նաեւ վերջի օրը միանալ թիմին եւ իմ համեստ աջակցությունը հայտնել դրան։ Ես վստահ եմ, որ վաղ շաբաթում մենք չենք ունենա Գյումրի 2։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես կարծում եմ, որ սա մեր առաջին վստահաբար ոչ վերջին հանդիպումներ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր հենման կետում ես հանդիպում էի իմ 1000 տարվա ընկերոջ հետ, ու իմ 1000 տարվա ընկերը այսօր էլի անկանխատեսելի էր, ինչպես միշտ, ինչի համար ես նրան շատ շնորհակալ եմ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ սա ձեր անփոփոխ հաստատուն կայուն ու առաջ գնացող հենման կետն է։ Մենք չենք խրվելու որևէ բերմունդյան եռանկյունում եւ ընդհանրապես մեր նավը ոչ թե ապավինում է իր խարիսխին, այլ ապավինում է իր առագաստներին։ Շատ շնորհակալ եմ ձեր մեզ հետ լինելու համար։ Լայքեք, տարածեք եւ իհարկե բաժանորդագրվեք։ Շնորհակալ եմ նաեւ ձեր համբերության համար։ Բարի աշուն բոլորիս։